երկրորդական աղբյուրներից հնարավոր սահմանափակ ինչ հնարավոր է ստանալ երկրորդական աղբյուրներից ես մի քանի այցի շրջանակներում Երևան այցի շրջանակներում նույնպես թույլ է տալիս ինձ գիտակցել առաջընթացը թե ինչպես է ամեն ինչ ընթանում տարածաշրջանում այժմ ես հուսով եմ որ այս մի այցը կկոմպենսացնի իմ տեղեկատվության պակասը իհարկե իմ հոդվածը չի նկարագրում գործընթացները Կովկասում այն ավելի շատ նկարագրում է ռուսական քաղաքականությունը ռուսական մոտեցումը տարածաշրջանում եւ այդ պատճառով այո ես ուսումնասիրում եմ ռուսական քաղաքականությունը շատ մոտիկից արդեն երկար տարիներ եւ վերջին 3 տարվա ընթացքում իմ քննադատողական մտածողությունը ձեռք է բերել նոր եզր իմ համար այլևս անհնարին է ներկայացնել հավասարակշռված օբյեկտիվ վերլուծություն, որովհետև իմ կարծիքով ագրեսիայի հանցագործությունը եւ չկա միջին տեղանք, հնարավոր չէ այն արդարացնել, հնարավոր չէ այն բացատրել եւ վերջին 3 տարվա ընթացքում իմ գրվածներից շատերը հավասարակշռված չէին, հավասարակշռված գնահատական չէին իմ մոտ կա այն տպավորությունը, որ ես ինքս պատերազմ եմ վարում, իմ շատ փոքր խրամատից եւ ինձ թվում է որ ես գիտեմ թե ովքեր են դաշնակիցները եւ ովքեր են թշնամիները իմ մոտ տպավորություն է ստեղծում եւ որ ես մասնագիտորեն օբյեկտիվ չեմ ես մասնակցում եմ եւ դա փոխում է իմ ընկալումը դուք եւ ես այդ պատճառով դուք պետք է բախվեք դրա հետ եւ ես դա չեմ փորձում թաքցնել եւ չեմ փորձում ժխտել դա ես խոստովանեցի մենք վերջացրեցինք իմ խոստովանումը եւ թույլ տվեք ինձ սկսել այն կետով, որը շատ Կովկասի վերլուծության շրջանակներում շատ հաճախ է նշվում, դա պոլիտիկան է եւ դա այն ոսպնյակն է, որի միջով ուսումնասիրվում են բազում գործընթացներ եւ բացատրվում են գործընթացները այս տարածաշրջանում։ Շնորհակալություն, ներեցեք։ Շատ հաճախ դա միակ ոսպնյակն է այս տեսակետի համար։ Իմ ավելի քիչ ոչ միանշանակ, ավելի միանշանակ մոտեցումը իհարկե գեոպոլիտիկան կայուն է, աշխարհագրությունը մնում է կայուն, այն քիչ կայուն մնացող բաներից է, բայց Կովկասը ցույց է տալիս մեզ, թե ինչքան իրականում աշխարհագրությունը կարող է փոխվել, ինչքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը, թե ինչպես է դա, ինչքան արագ կարող են փոխվել երկրաքաղաքական, աշխարհաքաղաքական, միգրացիայի հոսքերը եւ առևտրի հիմնական ուղիները, թե ինչքան փոփոխելի են նրանք եւ ինքն իրանով դա շատ հետաքրքիր որակ է, բայց դա ոչ միանշանակ չի, ինչը ոչ միանշանակ է իմ աշխարհաքաղաքական պրոֆիլի շրջանակներում Կովկասի համար վերջին 10 տարվա ընթացքում աշխարհաքաղաքական պրոֆիլը նվազում է շատ մասնագետների հետ չէին համաձայնի ես կարծում եմ որ հիմնական գործոնը որը նպաստում է Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլի պակասմանը դա ավելի ցածր մասնակցությունն է հիմնական խոշոր դերակատարների կողմից շատ հաճախ դա նկարագրվում է որպես հիմնական բեկման կետ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Արևմուտքը բերվում են որպես
նրանք բախվում են եւ փորձում են տարածել նրանց ազդեցությունը այս տարածաշրջանի վրա մրցակցելով իրար հետ եւ բայց մոտիկից ուսումնասիրելով այն ինչ տեղի ունենում մենք տեսնում ենք որ այս բոլոր արտաքին գործականները միգուցե Թուրքիայի բացառությամբ ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցույց տալիս Կովկասի նկատմամբ այլևս ավելի քիչ են ընկալում այն որպես մարտադաշտ նրանց շեղվում է նրանց ուշադրությունը բազում պատճառներով եւ դա ոչ միայն աշխարհակահաղականության պատճառով է բայց նաեւ ոչ միայն ուժի հավասարակշռության պատճառով է դա կարելի է անվանել աշխարհատնտեսություն որը շատ կապակցված թեմա է վերջերս թեման էր կասպիական խաղը, կասպիական ծովի խաղը բայց շուկաների փոփոխության հետ միասին կանաչ էներգիայի փոխարման հետ ընթացքում կասպիական նավթի հոսքը մնում է այդտեղ այն չի կորել բայց դրա շուրջը մրցակցությունը շատ քիչ է այդ ռազմավարությունը խոշոր խաղացողների ռազմավարությունը ցույց է տալիս որ թվում է թե Սև ծովի թատրոնը ավելի շատ միջին արևելքի թատրոն է իսկ կասպիական թատրոնը իհարկե նույնպես դառնում է միջին արևելքի թատրոն բայց եւ նրանք այդտեղ են դա հնարավոր չէ հերքել բայց ասածս ինչ է այս թատրոնների մեջ մրցակցությունը իրար հետ չի բախվում մրցակցություն տեղի չի ունենում այն ինչ տեղի ունենում կասպիական թատրոնում եւ Ռուսաստանը որպես դերակատար այդտեղ այն զարգացումները որոնք տեղի ունենում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ դրանք չեն կպնում Կովկասին այն ինչ տեղի ունենում Սև ծովի թատրոնում որը խոշոր թեմա ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում այո այդտեղ կան շատ անսպասելի զարգացումներ բայց դրանք չեն ներառում Կովկասը անուղղակիորեն Այսինքն այս ամեն ինչի շրջանակներում, այս աշխարհակահաղական չափումների շրջանակներում Կովկասի ներկայությունը սկսում է կորել եւ լավագույն օրինակը դա ԱՄՆ-ի ընթացիկ իրավիճակն է, որը այնքան շատ սպասելիքներ կան ադմինիստրացիայի փոփոխության շրջանակներում համատեքստում թվում է թե որ նոր համատեքստ է գալու որ նոր հրահանգներ, նոր ուղերձներ, նոր սիգնալներ, նոր ազդեցություններ, բայց այն թե ինչ ես զգում այս պահի դրությամբ այս օրերին Կովկասը Վաշինգտոնում մտավոր քարտեզի վրա չի գտնվում ամեն հնարավոր եւ անհնարին ուղղության մեջ Կովկասը չի հաշվի առնվում եւ տպավորություն է ստեղծվում որ դա ինչ-որ մի բան է որը չի փոխվելու աշխարհակահաղական Կովկասի աշխարհակահաղական կարևորության կորուստը այդ անխուսափելիորեն ցույց է տալիս այս տարածաշրջանի կարևորությունը խոշոր ուժերի աչքերում եւ դրա ակնարկն նաեւ այն է որ փորձագետների վերլուծության մեջ լարման անկում ես մի քանի տարի է որ Կովկասում եւ ես ուսումնասիրում եմ գրականությունը եւ այս իմ հոդվածի սևագիրը դուք տեսնում եք 1 մետր երկարությամբ աղբյուրների ցանկ որ կարող 2 մետր երկարություն ունենար բայց իմ ընկերների շնորհիվ ցածրի բայց այն փոքրացրեցի բայց իհարկե դա կարևորությունը Կովկասի կարևորությունը պակասում է բայց փորձագետների վերլուծության ծավալը չափազանց մեծ է այն մնում է չափազանց մեծ շարունակում է մնալ շարունակում է ընթանալ եւ մենք տեսնում ենք այս խաչմերուկի վերլուծության կարևորությունը եւ դա որպես վերլուծության աղբյուր ես մի բանի հետ
մենք շատ տարաձայնություններ ենք լսելու այս համաժողովի ընթացքում այդ հարցերի շուրջ հենց այդ պատճառով ես պրովոկատիվ արտահայտություններ եմ տալիս, որովհետև ես դրանք սիրում եմ ավելի շատ քան լուծումներ։ Առաջ անցնելով ես փորձում եմ դիտարկել, թե ինչպես Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում փոփոխվել է վերջին 10-ից 12, միգուցե 15 տարվա ընթացքում եւ ինչ մենք կարող ենք տեսնել այս պահին Մոսկվայում։ Դա այն է, իհարկե փորձագետների վերլուծության պակաս չկա արևմտքում, բայց Կովկասը ներկա է քննարկումներում, ներկա է մնում եւ գործողությունների շրջանակներում։ Չի պակասում եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության համար օրինակ կենտրոնական Ասիան պատերազմի պատճառով նաև ավելի լուրջ կարևորություն է ձեռք բերել, դա այն գտնվում է տարածաշրջանում, որտեղ նախագահ Պուտինը շարունակում է ճամփորդել եւ վերջին մի քանի տարվա ընթացքում ինքը արել է մի քանի այց կենտրոնական Ասիայի ավելի հաճախ, քան իր կառավարման տարիների նախորդ կառավարման տարիներին։ Ես շատ չեմ աշխատում կենտրոնական Ասիայի մասին եւ այս հոդվածը ամբողջ սովետական տարածաշրջանի մասին չէ, բայց եւ միանշանակ կենտրոնական Ասիան չի ընդգրկում հարավային Կովկասը, բայց այն ինչ նախորդել է պատերազմին, դա մի այլ ժամանակաշրջան էր։ Թվում է, թե անցել են դարեր, տասնամյակներ, պատերազմը նոր է սկսվել, բայց տպավորություն կա, որ մի տասնամյակ է անցել արդեն։ Ես չեմ խորանալու պատմական, ես չեմ ուզում պատմական հնաբանությամբ զբաղվել, բայց ես ուզում եմ մի բան ասել։ Այս պատերազմի համատեքստից մի քիչ դուրս։ Սկզբում համաճարակն էր եւ Ռուսաստանի սկզբունքն այն էր, որ դա Ռուսաստանի միջազգային ներգրավվածության ուժեղացման հնարավորություն է, որ ինքը զարգացնի իր փափուկ ուժը այս սպառնալիքի շրջանակներում, բայց նրանք բաց թողեցին այդ հնարավորությունը ամբողջությամբ։ Ռուսաստանում նրանք շատ վատ աշխատեցին այդ թեմայի հետ եւ Ռուսաստանի դերը ուժեղացնելու հետսովետական տարածաշրջանում Ռուսաստանի դերը ուժեղացնելու հնարավորությունը բաց է թողնվել։ Իմ երկրորդ կետն այն է, որ այդ ժամանակաշրջանում, որը նախորդել է Ուկրաինայում պատերազմ, մի միտում սկսեց հայտնվել, իհարկե այն թաքնված էր բազում շերտերի տակ, քաղաքական կամուֆլաժի շերտերի տակ, բայց դանդաղորեն Ռուսաստանը նահանջում էր Թուրքիայի ճնշման տակ։ Իմ գործընկերները ավելի շատ կխոսան դրա մասին, բայց ես ուղղակի ուզում եի նշել, որ այս միտումը սկսվել է Լիվիայում 2019 թվականին, երբ Թուրքիան կանգնեցրեց իր հարձակումը Վագների խումբը կանգնեցրեց իր հարձակումը Տրիպոլիում եւ Էրդողանի բանակցությունները Սիրիայում հրադադարի մասին նշանակում են, որ Իդլիբը հասանելի չէ ոչ Ռուսաստանին եւ Ասադի ռեժիմը շարունակում էր իր գործունեությունը եւ այդ միտման ամենաուժեղ արտահայտումն դա իհարկե Կովկասում պատերազմն է 2020 թվականին, որը բավական շոկային էր Ռուսաստանի համար։ Թե ինչքան ուժգնային էր այն, թե ինչքան արագ էր այն զարգանում, թե ինչքան մեծ էր Թուրքիայի դերը, որոշիչ դերը այդ պատերազմի ավարտում եւ միտումը շարունակվում է։ Անհատական հարաբերությունները այդ երկու առաջնորդների միջև ունեին իրանց լավ եւ վատ պահերը, բայց Ռուսաստանի նահանջը Թուրքիայի ճնշման տակ իմ կարծիքով դա մի բան է, որը մենք պետք է միանշանակ հաշվի առնենք մինչև ուկրաինական պատերազմի սկիզբը, որը տեղի ունեցել
թվում է թե տասնամյակներ առաջ երկար պատերազմը եւ դա իհարկե շատ է ազդում ռուսական քաղաքականության վրա այն շատ բան է փոխում այն լիքը բան է փոխել եւ շարունակում է լիքը բան փոխել ռուսական միջազգային դիրքորոշման մեջ Եվ վերջին տարվա ընթացքում պատերազմը թվում է թե մնում է ստատիկ քաղաքական ճակատամարտները դրա շուրջ մնում են շատ բարձր, շատ ուժգնային, նրանք շատ արագ փոխվում են եւ նրանք վերլուծությունները շատ տարբեր են պատերազմի սկզբում դա շոկային էր թվում է թե տեղի ունեցողը անհնարին է վերջին Ես մինչև վերջին օրը չի հավատում, որ Պուտինը կարող է այդ սխալը գործել։ Չնայած, որ դրա բոլոր փաստարկները կային։ Եվս մեկ անգամ ասեմ, որ դա իմ թերացումներից էր։ Առաջին պատերազմի շոկը, որը շոկային էր ոչ միայն հետխորհրդային տարածքի համար եւ Ուկրաինայի համար առաջին հերթին, բայց ողջ միջազգային աշխարհակարգի համար եւ մենք տեսանք առաջին իսկ արձագանքը ՄԱԿ-ի գենասամբլեայի եւ մենք տեսանք թե ինչպես ուժգնորեն դապարտվեց ագրեսիան սկզբնական շոկը կայանում էր նրանում, որ Ռուսաստանը ի վերջո իրագործեց գերակշռող ուժ, Ռուսաստանը, որը ռազմական գերուժ է եւ հանկարծ այդ մյութոսը իջիկ դարձավ մի քանի ամիս հետո։ Երբ մենք տեսանք, որ վայրագությունների եւ բռնության ընթացքը ինչ որ պահին բեկվեց, մենք հասկացանք, որ դա այն պահն էր, երբ կովկասյան պետությունները հասկացան, որ պատերազմը ինքնին իսկ նոր հնարավորություններ է եւ Ռուսաստանը կարող է երկար ժամանակով այդ պատերազմը վարել եւ այն կարող է նաեւ իր ուժը տարածել եւ Ռուսաստանի հնարավորությունը այդ ուժը իր ուժը տարածելու Կովկասյան տարածաշրջանի վրա էապես նվազել է։ Ի վերջո դա բերեց նաեւ մատակարարման ցանցերի փոփոխությանը դեպի Ռուսաստան սանկցիաների պատժամիջոցների պատճառով որոշ սանկցիաներ օրինակ ընձեռնեցին հիանալի տնտեսական հնարավորություններ որոշ հետխորհրդային հանրապետությունների համար Կիրգիզիան էապես շահեց, բայց նաև մենք տեսանք, որ Կովկասում հանկարծ որոշ ապրանքատեսակների կամ կարելի ասել գրեթե ամեն ինչի մասով պահանջում աճեց, սկսած տեխնոլոգիաներից վերջացրած ինչ-որ պահեստամասերով եւ որոշ առևտրային ճանապարհներ Մոսկվայի համար ուղղակի փակվեցին, որոշ երկարամյա համագործակցության